եթե երաշխավորներ միջազգային, ընդ որում այդ երաշխավորները պետք է լինեն կարող ուժեր, չլինեն, շատ տեսականում եւ գործնականում հնարավոր է խաղաղության պայմանագիր ստորագրել եւ դրանից, ասենք 12 ժամ հետո պատերազմ կարող է սկսվել։ Եվ սա ամենևին էլ չափազանցություն չի։ Ցեն տալիս, որ Հուսամ ձայնը ճանաչեցիք, ես շատ պարզ հարց ունեմ, իրականում ես ուզում եմ հասկանալ, սա ձեր հարցազրույցներից մեկից էր հատված, ուզում եմ հասկանալ, այս հարցում եք տեսակետ փոխել, ավելի պարզ, ուզում եմ հասկանալ, երբ որ այս հարցազրույցն եք տալիս, այդ ժամանակ եք ստում, թե հիմա, երբ որ նախաստորագրել եք մի փաստաթուղթ առանց երաշխավորների, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, դեռ հայտարարում եք, որ տարիների համար ու քիչ առաջ էլ հայտարարեցիք, որ ոչ միայն Հայաստանում, մի հատ էլ Հայաստանի շուրջ, այն էլ այս աշխարհաքաղաքական պայմաններում։ Երեք երեկոյան ոդքասթ էի լսում եւ դա այդ թվում նրա մասին էր, թե չնայած Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը շատ ֆունդամենտալ նշանակություն ուներ աշխարհի եւ տիեզերքի ճանաչման համար, բայց ինչպիսի ֆունդամենտալ հարցերում ինքը սխալ դուրս եկավ, շատ ֆունդամենտալ հարցերում, որովհետև օրինակ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը հիմնվում էր տիեզերքի ստատիկ լինելու տեսության վրա եւ 50 տարի մոտավորապես պահանջվեց, որպեսզի տեսությունը այդ մասով հերկվի։ Ես նկատի ինչի համար եմ սա ասում, հիմա ոչ մեկ չի գնացել եւ Էյնշտեյնից իր Նոբելյան մրցանակը եւ մյուս դափնիները չի վերցրել, ընդհակառակը, ավելի բարձր են գնահատում, ինչու, որովհետեւ իմացությունը ճանապարհ է։ Նա ով չի փոխվում, մի հատվածի ասացված կա, տգետա նա ով չի փոխվում։ Եթե աշխարհի ճանաչման հիման, աշխարհի եւ միջազգային հարաբերությունների վերաբերյալ մեր պատկերացումները մնային այնպիսին, ինչպիսին են 2018 կամ 19 կամ 20 թվականին, ընդ որում ինստիտուցիոնալ, ոչ թե մեր, այլ ինստիտուցիոնալ Հայաստանի Հանրապետություն։ Այսօր Հայաստանի Հանրապետություն չէր կարող լինել։ Ես էլ եմ ասում, սենց որ այս տեմպով գնաք, դուք էսա հասնելու եք 3-րդ դասարանում իմ գրած ոտանավորներին։ Գալու եք, ասելու եք, բա դու 3-րդ դասարանում, հիմա ի ժամանակ էիր դու ստում, թե հիմա, ձեր պրոբլեմն այդտեղ է, ես էլ եմ ասում, դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում, դուք չեք հասկանում, դուք ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում, հələ այն մի մասը գոնե այդքան խելք ունի, չի մասնակցում։ Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան ձեր նման հասկանալով ստել, սա ձեր 3-րդ դասարանի շարադրությունը չէր, սա ընդամենը մի քանի տարի առաջ, երբ բանակցում եք նախաստորագրած թղթի մասին, այդ մամուլի, չենք հասնի, տենց սադոմազոխիստական հակումներ չկան։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչինչով ապահովագրված չի, որ դուք 6 ամիս հետո չեք գալու կանգնեք այդտեղ ու ասեք ես նորից եմ փոխվել, ավելի է ընդլայնվել իմ աշխարհայացքը եւ մտահորիզոնը։ Ու հիմա էլ ասում եմ ճիշտ հակառակը նրա, ինչ որ այսօր ստեղից եք ասում։ Ձեզ վստահելը հանցագործություն է։ Շնորհակալություն ձեզ։